Հովանես Նահաբեջյան, նախ ներկայանում Շիրակի մարզի Հացիկ համայնքից։ Նախ առաջինը կուզեի նշել, որ չեմ ուզում անձնական տաշ տեղափոխել, Լինսի հիմնադրամի շահառուներից եմ ես եւ իմ ընտանիքը։ Նաեւ պետք է նշեմ, որ այդ տարիներին ինչ որ ասում եմ, իմ անձնական տեսած ու ապրած կյանքի ընթացքում ինչ որ տեսել եմ ձեր նախագահության ընթացքում։ Դրանից հետո, բայց քանի որ այսօր Ախուրյանում ենք, հարցս վերջում փորձեմ շատ արագ ձևակերպել գյուղատնտեսության առումով։ Եղել եմ Շիրակի ես բանի Շիր Ջրանցքի Շիրակի ջոյի գործադիր նախ առաջին եղել եմ հիմնադիր կոմիտեի նախագահ, հետո Շիր Ջրանցքի բանի ջոյի տնօրեն։ Մեր տարածքում այդ ընկերության տարածքում 5500, եթե հիշողությունս չի տավաջանում, 5500 հեկտար ոռոգելի տարածք ունեինք ինքնահոս եղանակով։ Նաև կար մեխանիկական ոռոգման տարածքներ, որ պոմպակայաններով էր ոռոգում ու այդ ընթացքում նաև այդ հետ խորհրդային շրջաններում այդ պոմպակայանները նորից վերագործարկվեցին, շահագործվեցին ու սկսեցին աշխատել։ Ու կոնկրետ մեր համայնքի առումով Հացիկի մի հատ ուղղակի հարցը ձևակերպեք։ Վերջում հարցը կձևակերպեմ, կներեք էլի, պարոն նախագահ։ Մենք ունեինք շատ բարդ տարածքներ, որտեղ Ջրանցքի ջրթաղունակության խնդիր կար։ Հետո ծրագրի իրականացման գրասենյակների եւ այլն այդ բանի շնորհիվ այդ ամեն ինչը 4 կիլոմետր միջտնտեսային եւ դրանից սնուցվող ներտնտեսային ցանց վերանորոգվեց, աշխատեց ու այդ տարածքում մարդիկ կային, որ այն ժամանակ արտագնա աշխատանքներ էին գնում աշխատում, հետո այդ մարդիկ սկսեցին իրանց հողերի վրա կապվել, սկսեցին աշխատել։ Հիմա ներկայապահին այդ ամեն ինչը, որ նոր կառուցվել է, շատ անմխիթար վիճակում է։ Կուզենայի հասկանալ, այսինքն հասկանալու խնդիր չկա, մեր քաղաքականությունը, մեր հաղթանակից հետո, որում ես չեմ կասկածում, այդ ամեն ինչը տիրոջ կարգավիճակով վերցնել ու նորից այդ ամեն ինչը չնայած այդ տարածքում այսօր այդ որտեղ որ մարդիկ հողերը մշակում են, այդ փակ ցանցի կոնկրետ այդ փակ ցանցի շրջանակներում կարելի է այսօր արդիականացնել նաև բանի անձրևացման, նաև կատիլային ոռոգման այդ մնացած հարցերը։ Հասկացա, ոռոգման հարցն եք դնում։ Ու նաև հասանելիությունը, ոռոգման ջրի հասանելիությունը բոլոր օգտագործողների համար, հող օգտագործողների համար։ Տարբերակում չլինի էլի, խոշոր ֆերմերների համար այսօր մի քիչ Հասկացա։ Նայեք, իմ նախագահության ժամանակ ամենից մեծ ծավալուն ծրագրերն են իրականացնել ոռոգման համակարգում։ Այն ժամանակ ես ուղղակի հիշեցնեմ, սովետի ժառանգած ունեինք երասչյան պոմպակայաններ եւ հոսանքը, քանի որ սովետի ժամանակ 2 կոպեկ էր 1 կիլովատը եւ այդ պոմպակայաններով մղում էին ջուրը, ասենց սարեր եւ ոռոգում։ Անհնար էր ուղղակի, գյուղեր կար, ես մեկ անգամ մի հանդիպան ժամանակ օրինակ եմ բերել, օրինակ Խաչիկ գյուղը, երասչյան պոմպակայան ավելի էժան էր։ Ուղղակի մարդկանց փող տալ ասել դուք ոչինչ մի արեք, քան այդ ջուրը հասնել այդ բարձրության վրա ոռոգման համար։ Հիմա այն ժամանակ ինքնահոս ոռոգման համակարգերը բոլոր
ասենց ասեմ, մեծամասամբ մենք այդ պոմպակայանները փակեցինք, բայց ոչ թե փակեցինք, տեղը կառուցեցինք ինքնահոս ռոռոկման համակարգեր եւ այդ հարցը լուծեցինք։ Ես ուղղակի հիշեցնեմ, ամեն տարի մի պահ հոգնել էի մկրատով այդ բաները կտրել, այդ լենթերը ռոռոկման համակարգերի լենթերը կտրել։ Նաեւ Շիրակի մարզում ենք բազմաթիվ ծրագրեր արել։ Հիմա եթե դեռ խնդիր կա չլուծված, եթե համակարգը քայքայվել է, մի կասկածեք։ Եթե զբաղվում ես, եթե մտածում ես գյուղատնտեսության մասին, առաջի հերթին ռոռոկումն է։ Եվ այն ժամանակ ռոռոքում պարատանյութեր, դիզվառելիք գյուղացիներին միշտ տալիս էինք եւ թունաքիմիկատներ։ Տալիս էինք եւ դա այն օգնություններ, ոնց որ այն ֆորաներ, որը գյուղացին ստանում էր իր աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար, անելու ենք, այդ ամբողջ համակարգը վերականգնելու է, ու մի կասկածեք։ Շնորհակալություն։